Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կոմիտասի հնչյունների ներքո ու մեծ վարդապետի հյուրընկալ տանիքի տակ Գալաքսի ընկերությունների խումբը և Եվրոպական բիզնես ասոցիացիան արդեն 4-րդ անգամ կազմակերպում են բիզնես նախաճաշ, որի կարևոր բաղադրիչը հենց մշակութայինն է։ Բիզնես նախաճաշին մասնակցել են Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններ, գործարարներ։ Մեզ համար կարևոր ավանդույթ է կազմակերպել այս նախաճաշը, քանի որ սա հնարավորություն է, պլատֆորմ է, որտեղ մենք շփվում ենք բիզնեսի հետ, շփվում ենք դեսպանների հետ, շփվում ենք տարբեր այսպես ասած ինստիտուտների հետ, որտեղ որ փորձում ենք հնարավորություն ստեղծել Հայաստանում, ստեղծել նոր աշխատատեղ, նոր բիզնեսներ եւ հնարավորություն տալ Եվրոպայի բիզնեսները գան Հայաստան։ Միջոցառման կարևորությունը թերագնահատել չի լինի, քանի որ մեծ նշանակություն ունի եվրոպական բիզնես համայնքը հայկական մասնավոր գործարար հատվածին կապելու առումով։ Համագործակցությունը տարբեր ոլորտներում է՝ տնտեսությունից մինչև մշակույթ, սոցիալական ծրագրերից մինչև քաղաքականություն։ Մենք Գալաքսի ընկերությունների խմբում շատ ենք կարևորում եվրոպական երկրների հետ, Եվրամիության հետ համագործակցության խորացում, քանի որ բոլորս գիտենք, որ նորագույն տեխնոլոգիաները 21-րդ դարում արդիական կարևորություն ունեն եւ նորագույն տեխնոլոգիաների հիմնական կենտրոն դա եվրոպական կամ արևմտյան բիզնես աշխարհն է։ Այդ իսկ առումով մենք ամեն տարի մեծ կարևորություն ենք տալու այդ համագործակցությունների շարունակական զարգացմանը։ Միայն վերջին 2 տարում Գալաքսի ընկերությունն ունի 80-ից ավելի նոր կնքված պայմանագրեր, որոնց արդյունքում Եվրամիության երկրներից Հայաստան ներկրված ապրանքների 3%-ը այլևս կատարվում է հենց Գալաքսի ընկերությունների խմբի կողմից։ Շատ ուրախ ենք այսօր այստեղ ներկայացնել Հայաստանում Հունաստանի մի շարք ներդրումային ծրագրեր, համագործակցության մի շարք բնագավառներ։ Ներդրողների համար շատ կարևոր են հայ-հունական ամուր հարաբերությունները, միաժամանակ Հունաստանը կարող է հայ ներդրողների համար լինել դուռ դեպի Եվրոպա։ Այս միջոցառումը կարևոր է նրանով, որ մենք կարողանում ենք հանդիպել, կարողանում ենք խոսել տարատեսակ հարցերի շուրջ։ Մենք ապրում ենք շատ կարևոր ժամանակահատվածում հայ-իտալական հարաբերություններում պետք է ներդրումներ անենք։ Պետք է հաշվի առնել, որ վերջին տարիներին ավելի շատ թվով հայեր են ճամփորդում Իտալիայով, եւ հակառակը ավելի շատ իտալացիներ են ճամփորդում Հայաստանով։ Այդ ճամփորդությունները օգնում են բացահայտելու նոր շուկաներ, նոր բիզնես կապեր ձեռք բերել, ինչը կարող է նոր տնտեսական համագործակցության հիմք դառնալ։ More opportunities also in the economic field. Հիմա արդեն ավանդույթ դարձած բիզնես նախաճաշի կարևոր բաղադրիչի մասին, որը ոչ միայն ապրեցնում է, այլ անգամ բիզնեսին հաղորդում է ոճ ու յուրահատկություն։ Այս անգամ ընտրվել է Կոմիտասի թանգարան ինստիտուտը ու ցուցասրահներում ցուցանմուշներից բացի պերֆորմանս է, ինչպես ապրեց, ինչպես երգեց, ինչպես ցավեց ու հավերժացավ մեծ հայը։